Ողջույն, ուզում եմ ցույց տալ, թե ինչպես կարող ենք HiSpeech AI-ի միջոցով ստեղծել մեր անձնական ձեռագրով ֆոնտ, կիրառել այն HiSpeech-ում ենթագրերի վրա կամ ուղղակի բեռնել համակարգչի մեջ և օգտագործել ցանկացած տեքստային ծրագրում։ Սկզբի համար անհրաժեշտ է մուտք գործել HiSpeech AI, իմ հաշիվը, ընտրել ֆոնտեր ֆունկցիան։ Մեր առջև բացվում է մեր աշխատանքային տարածքը, որտեղ էլ ստանալու ենք մեր անձնական ձեռագրով ֆոնտը։ Ֆոնտ դիզայների ներքևի հատվածում դասավորված է մեծատառերը, փոքրատառերը, թվերը և տառերը։ Ամբողջությամբ անհրաժեշտ է լրացնել մեր սեփական ֆոնտը ստանալու համար։ Վերևի աչանկյունում ունենք պարզ դասավորություն, որին սեղմելով կարող ենք տեսնել տառերի արտաքին տեսքը։ Ինչպես տեսնում եք, մեզ մոտ ամբողջը դատարկ է, քանի որ դեռևս ոչ մի տառ չենք ստեղծել։ Վերադառնանք և սկսենք A տառից, դասական տարբերակով առանց որևէ գործիք փոփոխելու։ Նկարում եմ իմ ձեռագրով A տառը։ Ինչպես տեսնում եք, տառը նկարելուց հետո եզրերը հարթեցվեցին և գեղեցիկ տեսք ստացան։ Պատճառն այն է, որ գործիքներ բաժնում ինձ մոտ ակտիվացված է ավտոհարթեցումը։ Եթե ցանկանում եք, որ տառը մնա իր սկզբնական տեսքին, այսինքն որևէ փոփոխություն չկատարվի նկարելուց հետո, ուղղակի անջատում ենք ֆունկցիան։ Եկեք փորձենք առանց ավտոհարթեցման։ Ինչպես տեսնում եք, եզրերը չհարթեցվեցին և տառը մնաց իր սկզբնական տեսքին, այսինքն այնպես, ինչպես որ նկարել էի։ Եկեք հետարկենք։ Գործիքների միջոցով կարող ենք ջնջել, ձևափոխել, չափափոխել, խմբագրել հանգույցները, հարթեցնել, ինչպես որ ցանկանում եք ձեր նախասիրություններին համապատասխան։ Մեզ մոտ գրչից ընտրած էր մոնո տարբերակը, բայց կարող ենք նաև փոփոխել գրչածայրի անկյունը։ Այս պահին մեզ մոտ գրչածայրի անկյունը 35 աստիճան էր։ Եկեք իջացնենք գրչածայրի անկյունը, մի փոքր բարակացնենք գծի հաստությունը և կրկին փորձենք։ Ինչպես տեսնում եք, անկյունները փոփոխվեցին, գիծը բարակեց և տառը լրիվ այլ տեսք ստացավ։ Ուսումնասիրեցինք բոլոր հիմնական գործիքները։ Նշեմ, որ մենք աշխատում էինք կլոր գծով, բայց ցանկության դեպքում կարող ենք փոփոխել քառակուսի տարբերակի, կախված մեր նախասիրություններից, ինչպես որ հարմար է։ Ստացանք A տառը, եթե ամեն ինչ կարգին է, անցնում ենք հաջորդ տառին։ Ուղղակի վերևից ֆոնտ դիզայների ներքևի հատվածից ընտրում ենք հաջորդ տառը, սեղմում ենք B տառի վրա և սկսում ենք նկարել B տառը։ Անցնում ենք հաջորդ տառին։ Նարնջագույն գիծը սահմանում է միջտառային հեռավորությունը, այսինքն այն փոփոխելով հստակեցնում ենք, թե հաջորդ տառը որտեղից ենք ցանկանում, որ սկսվի։ Ինչպես տեսնում եք, նախադիտում բաժնում արդեն տեսնում ենք տառերի դասավորվածությունը և տեսքը։ Ինչպես որ սկզբից էի նշել, նաև վերևի աչանկյունում կարող ենք պարզ դասավորություն սեղմել և կրկին տեսնել մեր տառերի դասավորությունը։ Եթե ինչ-որ մի բան չենք հավանում կամ ցանկանում ենք փոփոխել, ուղղակի սեղմում ենք տառի վրա։ Այստեղ կարող ենք խմբագրել հանգույցները։ Այս հատվածը չեմ հավանում, կարող եմ փոփոխել։ Կարծես թե ամեն ինչ լավ է։ Շարունակում ենք լրացնել, անցնենք D տառին։ Այսպիսով, հերթականությամբ լրացնում ենք մեծատառերը, փոքրատառերը, տառերը և թվերը։ Եկեք միասին լրացնենք և շարունակենք։ Ինչպես տեսնում եք, ես ավարտեցի մեծատառերը, եկեք միասին նայենք դասավորությունը։ Կարծես ամեն ինչ կարգին է։ Շարունակենք և անցնենք փոքրատառերին։ Ավարտեցի նաև փոքրատառերը, եկեք ստուգենք նաև փոքրատառերի դասավորությունը։ Կրկին կարծես թե ամեն ինչ լավ է։ Եվ եկեք անցնենք արդեն թվերին։
ու նշաններին վերջ ավարտեցինք և մեծատառերը, և փոքրատառերը, և թվերն ու նշանները։ Վերջնական նայում ենք պարզ դասավորությունը, և եթե ամեն ինչ կարգին է, որևէ փոփոխություն կատարելու կարիք չկա, պահպանում ենք ֆոնտը։ Սևագրի համար անուն ենք ընտրում, և պահպանում ենք։ Ֆոնտը պահպանված է մեր սևագրեր բաժնում, այսինքն եթե մուտք գործենք ֆոնտեր բաժին, սևագրեր բաժնում կտեսնենք հայերեն ֆոնտը։ Սա մեր ֆոնտն է։ Այժմ եկեք վերադառնանք սուբտիտրերի բաժին և փորձենք ֆոնտը կիրառել մեր հոլովակի սուբտիտրերի վրա։ Ընտրենք սուբտիտրերը, սուբտիտրերից ընտրենք ոճը և ֆոնտեր բաժնից ընտրենք հայերեն ֆոնտը մեր ստեղծած։ Եկեք կիրառենք։ Ինչպես տեսնում եք, մեր ձեռագրով ֆոնտը արդեն իսկ սուբտիտրերի վրա է։ Ողջույն մամանիքյան։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ էջին, գուցե դեռ չգիտեն, որ բացի երիտասարդ և բազմազավակ մամա լինելուց բացի, ես ունեմ իմ փոքրիկ անկյունը, իմ աշխատանքը, իմ փոքրիկ բիզնեսը, որը իմ Արդյունքում մենք ստացանք մեր սեփական ձեռագրով ֆոնտ, որը կիրառեցինք մեր հոլովակի ենթագրերի վրա։ Շատ լավ։ Հիմա եկեք մեր ստեղծած ֆոնտը բեռնենք համակարգչի մեջ և օգտագործենք օրինակ Microsoft Word ծրագրում։ Ընտրենք ֆոնտեր, բացենք մեր վերջին ստեղծած ֆոնտը։ Ես նախընտրում եմ տառաբացատի միջոցով մի փոքր մոտեցնել տառերը։ Պատրաստ եմ, պահպանել, արտահանել OTF, ընտրում ենք ընտանիքի անունը, կառուցել, ներբեռնել և պատրաստ է։ Ֆոնտը բեռնված է համակարգչի մեջ։ Բացում ենք, տեսնում ենք ֆոնտի արտաքին տեսքը և պահպանում ենք։ Շատ լավ։ Բացենք Word ծրագիրը, ընտրենք մեր նոր ստեղծած ֆոնտը և գրենք։ Ինչպես տեսակ, ստացանք մեր ձեռագրով ֆոնտ, որը կիրառելի է ինչպես high speech-ում սուբտիտրերի համար, այնպես էլ տեքստային ծրագրերում։ Ինչպես նաև կարող ենք բեռնել high speech-ի համակարգչի համար նախատեսված ծրագիրը, բացել, սեղմել մեր նախընտրելի հոդքին։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Եվ ինչպես տեսնում ենք, վայրկյաններ չանցած մեր խոսքը անմիջապես վերածվում է տեքստի։ Շնորհակալություն հոլովակը մինչև վերջ դիտելու համար։ Հաջողություն։